Իսկ դուք գիտեիք, որ Հայաստանում կա ուրվական քաղաք։ Դատարկ փողոցներ, կիսավեր արտադրական շինություններ, լքված տներ։ Երբեմնի աշխույժ ու բանուկ դաստակերտ քաղաքն այժմ քաղաք ուրվական անվանումն է ստացել։ Դաստակերտը գտնվում է Սյունիքի մարզում, այն Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքն է։ Իր ծաղկուն ժամանակներին 1960-1970-ական թվականներին դաստակերտն ունեցել է 8000 բնակիչ, մինչ այդ հարյուրամյակներ շարունակ այս տեղանքի անունը հիշատակվում է մեր պատմիչների մատյաններում։ Դաստակերտը եղել է Տաթևի վանականների համար հանգստավայր։ 1951 թվականին այս տեղանքում բացվել է պղնձամոլիբդենային կոմբինատի համար հանքավայր, որը աշխատել է մինչև 1973 թվականը։ Հետո երբ ավարտվել է հանքաքարի կորզումը, դաստակերտում բացվել է բժշկական տեխնիկայի գործարան, որը գործել է մինչև 1992 թվականը, ապա սեփականաշնորհվել և քանդվել, թալանվել է։ Մարդիկ մինչև Խորհրդային Միության փլուզումը սկսել էին հեռանալ, իսկ երբ սկսվեցին հայ-ադրբեջանական միջհամայնքային բախումները, դաստակերտում մնացած ադրբեջանցիները, ովքեր 80-ական թվականներին հիմնական բնակիչներն էին, հեռացան, իսկ նրանց փոխարեն այստեղ հաստատվեցին հայեր Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի այլ բնակավայրերից։ Հայաստանի ամենափոքր այս քաղաքը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին և մայրաքաղաք Երևանից մոտ 150 մղոն է հեռու։ Հայաստանի քաղաքներից բնակարաններն այստեղ ամենաէժաններից է, մեկ սենյականոց բնակարանը կարելի է գնել $600-700